Որ բուժկենտրոնում ու որ բժիշկը բուժի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն արդյոք ենթադրելու է, որ այս ընտրությունն ազատորեն բուժառուն է կատարելու։ Ոլորտի գլխավոր պատասխանատուն հաստատում է, նպատակները համակարգը հենց այդ կողմ տանելու մասին են։ Եթե հիմա անձը պոլիկլինիկայում ուղեգրի հիման վրա նեղ մասնագետի խորհրդատվություն է նշանակվում, ապա նա այդ ծառայությունը ստանում է հենց տվյալ պոլիկլինիկայի նեղ մասնագետից կամ ամբուլատորիային կցված ուրեմն նեղ մասնագետներից։ Բայց ապահովագրության շրջանակներում մենք ընդլայնելու ենք այս հնարավորությունը։ Գոնե պոլիկլինիկաներում կցագրման սկզբունքը վաղուց չկա, բացառապես հավաքագրման ձևաչափն է գործում։ Պետառողջապահական գործակալության նախկին ղեկավարն է հիշեցնում ու հարցնում, այս դեպքում նորությունը որն է, իսկ այն, որ ամբողջությամբ կանցնենք քաղաքացու անհատական ընտրությանը, փորձագետն այնքան էլ վստահ չէ։ Լինելու են բացառապես այն պոլիկլինիկաները, հիվանդանոցները, որ ունի առողջապահական հիմնադրամի հետ պայմանագիր։ Հետևաբար այն կազմակերպությունները, որոնք պայմանագիր չեն ունենա եւ քաղաքացին կդիմի այդ կազմակերպություն խորհրդատվության, նրանք մնալու են վճարովի սկզբունքով։ Օրենքի նախագծում տառ անգամ չկա, թե բոլոր լիցենզիա ունեցող առողջապահական կազմակերպությունների հետ ստեղծվող ապահովագրական հիմնադրամը պայմանագիր է կնքելու, հավելում է Վարդանյանը։ Ընդհակառակը, ըստ նախագծային փաստաթղթերի, գրված է, որ լինելու է ընտրովի որոշակի չափանիշներին համապատասխանող կազմակերպությունների հետ պայմանագիր։ Իսկ երբ կունենանք ապահովագրություն, այս հարցը դեռևս միանշանակ պատասխան չունի։ Հիշենք, այս տարի էլ համակարգը չգործարկելու Ֆիննախի առաջ բերած վերջին պատճառը փող չունենալու մասին էր, թե երբ փողը կգտնվի, պարզ չէ, բայց մինչև այդ առողջապահության նախարարությունը որոշել է դեղատոմսով դուրսգրման ենթակա դեղերի ծրագիրը ոչ թե առաջիկա հուլիսի 1-ից, այլ 2027 թվականից մեկնարկել, ինչն էլ փորձագետները կապում են ապահովագրության ներդրման հետ, քանի որ վերջինիս առանցքը նաև դա է։ Ասում են, մինչև այդ թվականը ապահովագրության մասին մոռացեք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։